Բարև ձեզ, պարոն Փաշինյան, ձեզանից շատ շնորհակալ ենք Գերիներից Սուջանը Գևորգի օրաթույն եմ, ես շատ ուրախ եմ, որ մեր տղային վերադարձրիք, շատ ուրախ ենք ձեզ համար, գիտենք, որ խաղաղություն է գալու, ու մի հատ խնդրանք ունեմ, եկել է ու վստահ ենք, որ մենք առաջ ենք գնալու, շատ ուրախ ենք, բոլոր Սուջանները վստահում են ձեզ ու շնորհակալ ենք ձեզանից, որ մեր տղան մեզ է վերադարձել։ Ես մի հատ հարց ունեմ, էլի Արտաշատ քաղաքում 13 տարի մենք ապրում ենք վարձակալական հիմունքներով, ժամանակավոր կացարան ենք տվել, անօտևան բնակիչներ ենք։ Ներկա պահին 9 հոգի ենք մնացել, տարածքը քանդել է քաղաքապետը, ինչ-որ բան է անում, կանաչապատում, բայց կանաչապատում։ Բայց որտեղ եք ապրում։ Մենք նախկինում ապրել ենք։ Բնակերը տեղ։ Չէ, եղել է վթարային մանկապարտեզը 7-րդը կառուցվել է, տվել են անաբով ընտանիքներին, վերցրել եմ վարքեր, ահագին վարքերի տակ եմ ընկել, բայց ես աշխատում եմ, աշխատասեր եմ։ Ինչ եք ակնկալում։ Բանը ուզում եմ, որ փողոցում վերջում մենք չմնանք, էլ 9 բնակիչ ունենք, ասում են դուք սեփականաշնորհման իրավունք չունեք ստանալու, վստահ ենք, որ մեր տան հարցով 9 բնակիչ դրսում չի մնա, էլի մենք հույսեր ունենք, որ այդ հարցում Հիմա չեմ կարող ոչինչ ասել, մանավանդ որ ընտրական շրջանն նյութական թեմաներ պետք է ուշադրի լինենք շատ, իսկ մնացած հարցերը Արտաշատի քաղաքապետարանի համայնքի Կարլեն Մկրտչյանի մոտ խնդրել ենք, մշտական գնացել ենք, մեզ չի ընդունում։ Այստեղ մի հատ ներկայություն կա, էլի ուղղակի եթե հանրային տարածք է, մենք պետք է տեսեք ասենք մանկապարտեզ եւ այլն, կառուցվել է 7-րդ մանկապարտեզը վտարային տարածք է, որ ամայի է։ Չէ, նկատի ունեմ հիմա ինձ դժվար է արձագանքել, որովհետեւ թեման պետք է ավելի մանրամասն իմանալ։ Իսկ որ համարը մեր համարը կվերցնեք, ինչ որ դրսում չմնանք, էլ 9 բնակիչ։ Հիմա ես չեմ կարող ձեզ որևէ նյութական խոստում տալ։ Չէ, նյութական չէ։ Ես արդեն եթե անհրաժեշտություն լինի Գևորգի միջոցով սովորում ջերմոցներ եմ աշխատում։ Գևորգի միջոցով ձեր հեռախոսի համարն էլ կոնտակտներ կարողանան գտնել։ Դուք իրար հետ եք։ Չէ, ես առանձին եմ։ Ինչ որ խնդրեի կնկարեք, պարոն Փաշինյան, ես կուզեի ունեի հանրային քիչ ուղեք։ Հատուղեմ։ Շատ ուրախ ենք, որ ձեզ կողքին ենք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, շատ գոհ ենք։ Այդ շինծույա սարքել են այդ թատրոնը։ Ես ասում եմ ինչ-որ տիկին ներկայացել այն ցորակույր, որին ես չեմ ճանաչում։ Բայց ես ասեցի, որ սարքած է ինչ-որ բան։ Ես ո՞նց կարամ ասեմ սարքած է։ Կինը մոտիկացել է վարչապետին, իմ անունից ներկայանում այն ցորակույր, չգիտեմ, ուզում է իրան օգնեն։ Ես ուղղակի ասում եմ, որ ես չեմ ճանաչում այդ կնոջը, ես չունեմ նման օրակույր։ Բայց ես չեմ կարող ինձ թույլ տամ ասեմ սարկածա, որովհետև ես չգիտեմ դա սարկածա, թե կինը ինչ հիմքերով է եկել վարչապետին մոտիկացել։ Ամենայն դեպս, ես չեմ էլ ուզում պարզեմ։ Ուղղակի ես նշեցի, որ ես չեմ ճանաչում այդ կնոջը։ Վերջ։ Ես չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, որովհետև ինձ էլ հետաքրքիր չի մնացածը։